Սիրելի հայրենակիցներ եւ գործընկերներ, խնդրում եմ խոսքս չընկալել Հովիկ Աղազարյանի պաշտպանական խոսք։ Աղազարյանը ընդամենը առիթ է խոսելու այն արատավոր համակարգի, ձևավորված խայտառակ ավանդույթների, նաեւ այն արգահատելի բարքերի մասին, որոնց առերեսվում է մեր հասարակությունը, նաեւ անձամբ ես սեփական փորձառությամբ։ Տիկին Վարդապետյան, Սահմանադրությամբ դուք եւ ձեր կողմից ղեկավարվող կառույցը լիազորված է լինելու մեր եւ մեր պետական շահերի գլխավոր պաշտպանը, այսպես է Սահմանադրությամբ, ցավոք սոսկ թղթի վրա, իրականությունը բոլորովին այլ է։ Առիթ ունեցել եմ այս ամբիոնից հայտարարելու եւ նորից եմ կրկնում, որքան էլ փորձեք անկախ եւ անաչառ դատախազի իմիջ ձևավորել, ձեզ պարզապես չի հաջողվում։ Նախ ձեզ չի հաջողվի ձեր կենսագրությունից ջնջել այն վարկաբեկիչ իրողությունը, երբ վարչապետի խորհրդականի կարգավիճակում դուք միջամտել էիք հատկապես կարևոր գործերով քննիչի գործունեությանը, ընդհուպ խմբագրելով դատավարական փաստաթղթերը։ Իդեպ սա կատարվել է գաղտնիության պահանջների կոպիտ խախտումով։ Տիկին Վարդապետյան, կարող եմ ես կամ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի հավատալ ձեզ, որպես գլխավոր դատախազի, ձեր անաչառությանն ու անկախությանը, երբ հրապարակային կառավարության նիստում ինքնախոստովանական եւ հակասահմանադրական այսպիսի հայտարարություն եք կատարել։ Մեծարգո վարչապետ, ես այս գործով ձեզ զեկուցել եմ։ Մինչդեռ դուք բոլորից լավ գիտեք, որ դատախազական համակարգի վստահության հիմնական աղբյուրը նախ եւ առաջ անկախությունն է։ Տիկին Վարդապետյան, դուք իհարկե այս տպավորությունը խմբագրելու հնարավորություն ունեիք, սակայն ցավոք դուք գերադասեցիք օրվա ռեժիմին ծառայությունը եւ դարձյալ ցավոք անկախությունն ու սկզբունքայնությունը այդպես էլ հեռու մնացին ձեր գործելավոճից։ Այսօր դուք փորձում եք պատրանք ստեղծել, թե պայքարում եք հանուն հանրային բարիքի, օրենքի գերակայության, ինչը սոսկ հռետորաբանություն է։ Դուք պարզապես վարչապետի խորհրդականի աթոռը փոխել եք գլխավոր դատախազի աթոռով, շարունակելով իրականացնել վարչապետի հանձնակատարի առաքելությունը։ Ավելի քան ակնհայտ է, որ ձեր նշանակումը քաղաքական է։ Պայմանավորված քաղաքական մեծամասնության շահերը սպասարկելու պատրաստակամությամբ, նաև այդ թիմի արժեքային համակարգի հավատարմությամբ։ Հանցավոր լռությամբ դուք աչք եք փակում ամենաթողությունների, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վրա, երևույթներ, որոնք որևէ առերս չունեն ոչ պետական, ոչ էլ ազգային շահի հետ։ Փաշինյանը այս երկիրը վերածել է ոստիկանական բռնատիրության, անպատժելիությունը, ցինիզմն ու վայրագությունները դարձել են ոստիկանական վարքականոնի նորմ։ Կարմիր բերետավորները արդեն վաշտերով, ուղիղ եթերում, զանգվածային տեսարաններով եւ անկաշկանդ խոշտանգում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում ազգային ժողովի падգամավորների։ Դուք լուր դիտորդ եք, դուք չեք տեսնում, դուք հավանաբար գործելու հրահանգ չունեք։ Այլապես ոչ նորմատիվ վարքի եւ լիազորությունների վերազանցման համար պատասխանատվության ենթարկված մի քանի տասնյակ ոստիկան կունենայինք։ Հանցակազմի բացակայության հիմնավորմամբ գործերը կարճվում են, իսկ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի, սանձարձակությունների եւ խոշտանգումների փաստերը տեղ են գտնում պարզապես միջազգային զեկույցներում եւ մնում որպես յութուբյան տեսաերիզներ։ Դուք ինքներդ շատ լավ գիտեք, որ անպատժելիությունը նոր հանցանքներ է ծնում, ճիշտ այնպես այն ցինիկությամբ, ինչը կատարվեց Վանաձորի ոստիկանական բաժնում, վերջին դեպքը նկատի ունեմ։ Սոցիալական ցանցերը ողողված են արցախահայության դեմ ատելության եւ թշնամանքի խոսքով։ Դուք էլի չեք տեսնում, դուք դարձյալ հրահանգ չունեք։ Դուք մերժում եք նաեւ հաղորդում, իդեպ հաղորդումներից մեկն էլ ես էի տվել հանցագործության մասին հաղորդում արցախահայության նկատմամբ ատելության խոսքի, մերժեցիք։ Ձեզ շարունակում է չմտահոգել կալանավորման ֆետիշացումը, հայ մարդու, հայ քաղաքացու ճակատագիրն ու իրավունքը։ Անցնող 1 տարում քրեակատարողական հիմնարկներում 5 կալանավոր է ինքնասպան եղել։ Սա, այսինքն հարկադրանքի միջոցների օրինականության նկատմամբ հսկողության իրականացումը ձեր սահմանադրական գերակա խնդիրներից մեկն է։ Որպես գլխավոր դատախազ դուք աններելի, ավելի շուտ դատապարտելի անգործություն եք դրսևորել մեր պետական ազգային շահերի եւ իրավունքների նկատմամբ։
Դուք չեք տեսնում Բաքվին գոհացնող եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ոտնահարող գործող վարչախմբի գործողությունները, Փաշինյանի միակողմանի, բանավոր եւ գրավոր զիջումները։ Դուք լռում եք, երբ ապօրինի, հակապետական եւ հակասահմանադրական սահմանազատում է տեղի ունենում եւ թշնամուն է հանձնվում կադաստրի վկայականով Հայաստանի Հանրապետության սեփականություն։ Երբ Փաշինյանը թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք հանդիսացող, չգաղտնազերծվող ականապատ դաշտերի քարտեզը։ Երբ ադրբեջանական վերահսկողության են հանձնվում Հայաստանի Հանրապետության տարածքներ, սա պետական դավաճանություն է։ Իսկ դուք լռում եք օրվա իշխանության ճաշակով եւ ծառայամտությամբ։ Տիկին Վարդապետյան, ձեր քաղաքական լոյալությունը գին ունի։ Սա մեր հայրենիքի եւ պետականությանը հասցվող անդառնալի վնասն է։ Ձեր քաղաքական կախվածության եւ սելեկտիվ արդարադատության դրսևորումներից մեկն էլ այս Հովիկ Աղազարյան օպերացիան է։ Ֆեմիդայի կշեռքը հայտնվել է Հովիկ Աղազարյանի գլխին, ով մինչև վերջերս խաղում էր սեփական թիմի խաղի կանոններով եւ անպատժելի էր, քանի դեռ չէր հանդգնել պոկվել թիմից, հայտնվել ոչ կոմֆորտ զոնայում։ Իրականում սա բոլորովին էլ Ֆեմիդայի կշեռք չէ, այլ պատժիչ գործողություն եւ ազդանշան բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն սպիտակ ագրավություն դրսևորել։ Իսկ իրական Հայաստանը, ձեր սիրած քարոզած իրական Հայաստանը, թաղված է կոռուպցիայի եւ հովանավորչության մեջ, եւ դուք շատ լավ գիտեք այդ հասցեները, նրանց էլ գիտեք այդ անձանց, երկրին եւ բյուջեին հասցված վնասի չափն էլ եւ անգամ հեռու գնալու կարիք էլ չկա։ Ձեզ իհարկե չի հետաքրքրում, թե 6-7 տարում ինչ հանրային միջոցներ են մսխվել, թե ինչպես է ծախսվել 13 միլիարդ դոլարի շեմը հատող պետական պարտքը, կամ ինչ աղբյուրներից են գոյացել 3 վարկով հեռուստացույցը փոշեկուր գնողները, որոնք այսօր դղյակների սեփականատերեր են եւ քաղաքական մեծամասնության միջավայրից։ Իդեպ Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների մոնիտորինգի վերջին զեկույցը արձանագրել է տիկին դատախազ, որ գլխավոր դատախազի ընտրության ոչ մրցակցայնության մասին, քաղաքականացվածության, ինստիտուցիոնալ անկախության եւ թափանցիկության բացակայության մասին։ Տիկին Վարդապետյան, ձեր անգործությունը, գուցե նաեւ անկարողությունը մի փաստով էլ այսպես փաստեմ, արդեն 3-րդ կամ 4-րդ տարին է շարունակ ձեզ եմ դիմում զրպարտության եւ ստի մեջ վարպետացած Արման Բաբաջանյանի հարցով։ Սույն անձը դաշնակցությունից ներողություն պիտի խնդրեր դատարանի որոշումով, որը այդպես էլ 4 տարի չի իրականացնում։ Եվ Հայաստանի Հանրապետության անկարող ու խեղճ դատախազությունը նույնը բովանդակ իմ ողդիսական նամակին 4 թե 5 նամակը արդեն դադարել եմ հաշվել, պատասխանում է նույն շաբլոնով, նույն անճարակ ու խղճուկ բառակույտով, թե զբաղվում ենք։ Սա արդեն զավեշտ չէ։ Սա պարզապես ոչ մի բանի մասին է տիկին Վարդապետյան, անգործություն, ոչ պրոֆեսիոնալիզմ, գուցե եւ քաղաքական կաշկանդվածություն, դժվարանում եմ հավատալ, թե դուք անձնական գորովանք ունեք այս անձի նկատմամբ։ Իդեպ տիկին Վարդապետյան, երբ ուսումնասիրում էի Աղազարյանի միջնորդագիրը, շատ հետաքրքիր մի բան արձանագրեցի, նկատեցի, որ դուք ռուսերենով եք ստորագրում։ Սա իհարկե ձեր ընտրությունն է կամ իրավունքն է։ Այնուամենայնիվ, բայց ստորագրությունը ինքնություն է, ինքնության դրսևորում է եւ մի տեսակ ուղղակի դժվարանում եմ պատկերացնել, որ մեր պետական շահի պաշտպանը օտարալիզու ստորագրություն ունի եւ այսպես աֆիլացված է այն քաղաքական թիմին, որը այլոց ռասասիրություն, չգիտեմ ինչ որ տենց գրեհիկ բառեր է, ռասաստրուկություն դες բառեր է օգտագործում, այն օգտագործում։ Եվ այնուամենայնիվ, տիկին Վարդապետյան, անկախ այն բանից, թե որ լեզվով եք ստորագրում կամ ստորագրելու, որքան էլ փորձեք անցյալի ռևիզիայով կամ մեղավորներ նշանակելով շեղել հանրությանը, միևնույն է, գալու է ձեր կայացրած եւ հատկապես չկայացրած որոշումների համար պատասխան տալու ժամանակը։